Եթե նայում ենք, թե ինչ դինամիկա է եղել առհասարակ նույն բանակցային գործընթացում, սկսված նույն 97-98 թվականից հետո, տեսնում ենք, որ Հայաստանի դիրքերը գնալով թուլացել են, չեն ուժեղացել։ Ավելին, եկեք եւս մեկ անգամ արձանագրենք, որ եթե 98 թվականին, 97 թվականին մոտավորապես Հայաստանի ռազմական բյուջեն գրեթե 1-1 համեմատելի էր Ադրբեջանի ռազմական բյուջեից հետո, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից հեռանալուց հետո Ադրբեջանի բյուջեն առնվազն 5.3 կամ 5.5 անգամ գերակշռում էր, այսինքն շատ 5.5 անգամ ավելի մեծ էր, քան թե Հայաստանի ռազմական բյուջեն։ Այսինքն մարտը, որ խոսում է նրա մասին, որ ինքը ուժեղ դիրքերից է, խոսել իր հետ վախեցել են եւ այլն, չեմ ուզում կրկնել այս բոլոր թեզերը, նա թույլ է տվել իր իշխանության ժամանակ բալանսի առնվազն 5.5 անգամ խախտման, ռազմական բալանսի։ Իսկ այս դեպքում շատ կարծում եմ խելացի պետք չի լինել հասկանալու համար, որ Ադրբեջանը զինվում էր բնականաբար պատրաստվելով Հայաստանի հետ պատերազմի, ինչպես ցույց տվեց ժամանակը։ Իրականում այդ ռազմական բալանսի խախտումը ավելի խորացավ հետագա 10 տարիների ընթացքում, երբ Սերժ Սարգսյանն էր նախագահում,